Բարև ձեզ, ես Խաչատրյան Լիլին եմ, այս ընթացքում կարդացել եմ 3 խոսքների մասին։ 3 եղբայրներ էին, 3 ապրում էին անտառում ու ոչ ամառը Ինչ էին անում խոզուկները։ Խաղում էին, ուտում էին, ուրախանում էին ու չէին մտածում տան մասին։ Բայց երբ թափվեցին տերևները, խոզուկը մտածեց, որ պետքա տուն կառուցի։ Որ խոզուկը։ Փոքր եղբայրը, չէ՞։ Փոքր եղբայրը։ Եվ ինչ արեց։ Եվ կառուցեց։ Անցավ գործի։ Փոքր խոզուկը կառուցեց քարե տուն։ Եղբայրներն ասում էին, որ գա խաղա մեր հետ։ Ինչ տուն կառուցելու մասին է, արի խաղանք, ամառեք, ուրախանանք, ուտենք։ Բայց եղբայր փոքր խոզուկն ինչ էր անում։ Տուն էր կառուցում։ Անցավ գործի։ Հետո որ թափվեցին անձևի կաթիլները, Ինչ մտածեցին եղբայրները։ Եղբայրները մտածեցին, որ պետքա տուն կառուցեն։ Եվ ինչ արեցին։ Եվ կառուցեցին, անցան գործի։ Ահա։ Մեծ եղբայրն ինչ արեց, մեծ խոզուկը։ Ինչից կառուցեց։ Ծղոտից։ Իսկ միջնեկ եղբայրը։ Փայտից։ Հետո գայլը եկա, ասեց խոզուկ։ Մոտեցավ որ տնակին։ Առաջինը մոտեցավ որ տնակին։ Գայլը մոտեցավ ծղոտի տնակի մոտ, ասեց խոզուկ բացի դուռը, չեմ բացի, հեռացի, լավ, ես կփչեմ, օդ կբարձանա քո բանը։ Ծղոտ է տնակը։ Ծղոտ է տնակը։ Եվ ինչ արեց։ Փչեց։ Տնակը քանդվեց։ Հա։ Բա խոզուկն ինչ արեց։ Խոզուկը փախավ փայտե տնակի մոտ։ Գայլը ասեց, բացեք դուռը։ Ասեցին, չէ, հեռացիր։ Եվ չեք բացի։ Լավ, ես կփչեմ, օդ կբարձանա ձեր տունը։ Ու քանդվեց։ Խոզուկները գնացին քարե տնակի մոտ։ Ասեց դուռը բացեք, չենք բացի մենք։ Լավ, ես կփչեմ, օդ կբարձանա։ Ու փչեց, բայց չքանդվեց տունը, որոշեց ծղոտից ծխնելույզից մտնել, իսկ խոզուկը կրակի վրա դրեց և կաթսայով ջուր դրեց կրակին։ Եվ գայլը ընկավ այդ կաթսայի մեջ։ ու խաշվեց։ Հաջողություն։